Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Էստոնիայի նախագահի հետ զրույցում վարչապետն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի անսասան աջակցությունը ՀՀ կառավարության տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու կայունություն հաստատելու ջանքերին։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է համաշխարհային անվտանգության ֆորումին։ Հարց ու պատասխանի ընթացքում քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին։ Գրիգորյանը խոսել է նաեւ կառավարության կողմից առաջ քաշված խաղաղության խաչմերուկ նախագծի մասին։ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքյանը Բաքու կատարած այցի ընթացքում ընդգծել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է։ Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Ադրբեջանում, հուսով եմ, որ մեր այցի եւ կնքվելիք համաձայնագրերը կդառնան մեկնարկային կետ երկու երկրների միջև ավելի ակտիվ համագործակցության համար, նշել է Պեզեշքյանը։ Իրանի նախագահի Ադրբեջան կատարած այցի ընթացքում ստորագրվել է համատեղ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման 7 հուշագիր։ Այցի արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարությունից բացի, որոնք ստորագրվել են նախագահների եւ համապատասխան պաշտոնյաների կողմից, ստորագրվել են նաեւ փոխըմբռնման 7 հուշագրեր։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար է հայտարարել հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հաղթանակի 80-ամյակի օրերին մայիսի 7-ի լույսի 8-ին ժամը 0-ից մինչև մայիսի 10-ի լույս 11-ի ժամը 00-ն ռուսական կողմը հայտարարում է հրադադար, ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։ Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին առաջիկա օրերին կհանդիպի Լոս Բլանկոսի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ ակումբից իր հեռանալու հարցը քննարկելու համար։ Հաղորդում է նաև, որ Ռեալ Մադրիդն ակումբային աշխարհի առաջնության մրցաշրջանը կսկսի հունիսի 18-ին, գլխավոր մարզչի պաշտոնակատարները կլինեն ֆուտբոլի գծով փոխտնօրեն Սանտիագո Սոլարին, Կաստիլիայի մարզիչ Ռաուլ Գոնսալեսը կամ երիտասարդական հավաքականի մարզիչ Ալվարո Արբելոան։